Ովքեր են ի վերջո հիկսոսները։ 4517 տարի առաջ Հայկը հաղթեց Բելին։ Ցանկացած այլ ազգ կհպարտանար այս փաստով, բայց այսօր այս մասին մենք չենք խոսում, չենք հիշատակում եւ այս ամենին վերաբերում ենք որպես մի լավ հեքիաթի։ Դժվար է ասել, թե ինչու է այդպես, բայց նույնիսկ անկախության վերականգնումից 25 տարի անց մենք այդպես էլ չենք ուսումնասիրում, լուրջ գիտական աշխատանք չենք իրականացնում օտարների գրած մեր պատմությունը, որը հաճախ նենգափոխվել է սրբագրելու համար։ Մենք շարունակում ենք ընդունել օտարների գրած ճշմարտությունը մեր ազգի, մեր երկրի պատմության մասին։ Միայն հիկսոսների օրինակը բավական է հասկանալու համար, թե որքան են նենգափոխել օտարները մեր իսկ պատմությունը։ Այնքան պարզ եւ ակնհայտ է, որ հիկսոսները հայերն են, որ հիկսոս բառը ծագում է հայքոս, այլ կերպ ասած հայքեցի բառից։ Բայց մեզ ուզում են համոզել, որ Քրիստոսից առաջ 17-րդ դարում Եգիպտոսը նվաճել եւ այնտեղ մոտ 300-ամյակ իշխել են ոչ թե հայերը, այլ մի անհայտ ժողովուրդ, Հիկսոս անվանումով։ Հիկսոսներ, երբևան հյուքսոսներ, առաջավոր Ասիայի սերող մի ցեղ է, որը մթա 17-րդ դարում գրավել են ներքին Եգիպտոսը եւ հետագայում մթա 16-րդ դարում հիմնել են 15-րդ եւ 16-րդ դինաստիաները, մեջբերում Վիկիպեդիայից։ Խոսում են առաջավոր Ասիայի մասին, այնքան անորոշ, կարծես մի անհասկանալի տարածք լինի, այնինչ խոսքը հայկական բարձրավանդակի, Միջագետքի, այլ կերպ ասած Հայաստանի մասին է։ Օտարները հասկանալի պատճառներով լռում են, իսկ մենք լռում ենք անհասկանալի պատճառներով։ Իսկ ով համարձակվում է ասել, թե ամեն ինչ շատ պարզ է եւ որ հիկսոսները հայերն են, անմիջապես գիտական շրջանակները քմծիծաղ են տալիս եւ նրանց անվանում դիլետանտներ։ Գիտնականների մի խումբ պնդում է, թե եգիպտերեն Հիկսոս անունը, որն սկզբնական նշանակել է օտար թագավորներ, հովիվների կառավարիչներ, այո, մի ուրիշ տեղ նաև հովիվներ, հետագայում տրվել է այդ ցեղերի ամբողջ խմբին։ Իրականում պարզապես տեղի է ունեցել սովորական նենգափոխում, եւ առանց ամաչելու գիտնականների այս խումբը պնդում է, թե Եգիպտոսում մոտ 300 տարի իշխած ազգի իսկական անունը հայտնի չէ։ Իսկ հայերը, կամ եթե շատ եք ուզում հին հայերը, գրավելով Եգիպտոս մայրաքաղաքն անվանում են Ավարիս։ Ուշադրություն դարձրեք քաղաքի անվանմանը՝ Ավար, ռազմավար։ Եվ այսքանից հետո դեռ գիտնականները համարում են եւ հորինում տարատեսակ հեքիաթներ։ Եվս մի վկայություն, որ հիկսոսները հայեր են։ Բոլորն էլ ընդունում են, որ առաջին անգամ հենց հիկսոսներն են Եգիպտոս ներմուծել ձի եւ անվավոր փոխադրամիջոց, պարզեցրել եգիպտական գիրը, ստեղծելով զուտ այբբենական գիր։ Գիտնական աշխարհը ընդունում է, որ մթա 16-րդ դարի սկսվել է եգիպտացիների ազատագրական շարժումն ընդդեմ հիկսոսների։ Այդ պայքարը ավարտել է փարավոն Ցահմոս առաջինը, որը գրավել է Ավարիսը։ Հիկսոսների մնացորդները նահանջել են Պաղեստին եւ նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ հիշատակություն չկա։ Իսկապես ծիծաղել է, որ այսքան հզոր ազգի մասին ինչ որ պահից սկսած հիշատակություն չի լինում։ Հիկսոսների պատմությունը շատ նման է ուրարտացիների պատմությանը։ Այս դեպքում էլ գիտնական կոչվածները մեզ համոզում են, թե ինչ որ միտեղից հայտնվեցին ուրարտացիները, որոշ շրջան իշխեցին եւ անհետացան, չթողնելով ոչ մի հետ։ Հավանեք տարածեք եւ անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը։